Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ այսօրվանից մինչեւ հունիսի 5-ը յուրաքանչյուր աշխատանքային օր մենք խոսելու ենք ընտրությունների մասին, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոնք հայտ են ներկայացրել ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների համար։ Իսկ թե ինչպես ենք պատրաստվել 2026-ի խորհրդանական ընտրություններին, մեր տաղավարում հյուրընկալել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։ Բարի երեկո, պարոն Հովակիմյան, այդ ձևաչափով դուք մեր առաջին հյուրն եք, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ նման պատվի արժանացնելու համար։ Խնդրեմ, պարոն Հովակիմյան, 2026-ի հունիսի 7-ին նշանակված է ազգային ժողովի հերթական ընտրություններ, բայց մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը, այդ թվում եւ իշխանությունը եւ ընդդիմությունը փաստացի սկսել են քարոզարշավը։ Սա ինչպես կմեկնաբանեք, նորմալ է արդյոք։ Ես կարծում եմ ավելի նորմալ կլիներ, եթե քաղաքական ուժերը քարոզարշավ սկսեին 21 թվականի հունիսի 21-ից։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև իրականում օրենսդրության տեսանկյունից չէ, մեր ամբողջ իրավական համակարգը, որ ունենք, ընտրական համակարգը, ենթադրում է, որ քարոզարշավի փուլ, երբ որ պաշտոնապես քարոզարշավի փուլը սկսվում, դա սահմանափակումների շրջան է։ Բայց մեզանում այդ տարիներ շարունակ անընդհատ այդ թյուրընկալումը կա, որ քանի քարոզարշավ չի մեկնամ, այլ ինչու են քաղաքական ուժերը քարոզարշավ, ոչ քաղաքական ուժերը պիտի իրենց քարոզարշավը սկսեն քվեարկության հաջորդ օրվանից, այսինքն մեր օրենսդրությունը քարոզարշավը արգելում է միայն քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը, մնացած օրերին կուսակցությունները ազատ են քարոզչություն իրականացնելու, իսկ քարոզարշավի փուլում նրանք պետք է գործեն բացառապես օրենսդրությամբ սահմանված խաղի կանոնների շրջանում, այլ կերպ եթե ավելի բաց ասեմ, եթե քարոզարշավի փուլում իրենք կարող են անել միայն այն ինչ որ թույլատվում է ընտրական օրենսգիրքը, այսինքն օրինակ նույն պաստառ, չգիտեմ, գովազդ գնել եւ այլ, այդ ժամանակ իրենք կարող են կոնկրետ գումարի շրջանակներում դայել, այսինքն 800 միլիոն կոնկրետ ազգային ժողովի դեպքում 800 միլիոն դրամը չի կարող գերազանցել այն ծախսը, որը որ քաղաքական ուժերը կարող են ծախսել քարոզության համար։ Մնացած, այսինքն 4 տարի 11 ամիսներին, այսպես ասենք, քաղաքական ուժերը ազատ են։ Քանի որ խոսեցիք գումարից, ինչպես եք վերահսկելու, հա, որ բոլոր քաղաքական ուժերը այդ թափանցիկությունն ապահովեն ֆինանսավորման։ Դե այս դեպքում մեր գործը վերահսկողությունն է եւ քաղաքական ուժերը պարտավոր են ուղղակի իրենց քարոզչության նպատակով իրենց ծախսերը հայտարարագրել։ Ցանկացած ծախս, որը որ չի հայտարարվի, դա տեսանելի է լինել։ Այսինքն մենք այսօրվա առավելևս այսօրվա այս թվային աշխարհում ծախսեր կատարել օրինակ որևէ բան պատվիրել, չգիտեմ, գովազդ եւ այլ, եւ դա թաքցնել, հասկանում եք, դա ուղղակի անմտություն կլինի քաղաքական ուժերի կողմից, եթե որևէ քաղաքական ուժ նման կերպ վարվի։ Այնտեղ օրենսդրությունը հստակ թույլ է տալիս, ասենք ավելի շատ այսպես են կենցաղային, այդպես ճակերտավ ձևակերպ, կենցաղային ծախսերը ուղղակի իրենք կարող են չհայտարարագրել։ Յուրաքանչյուր քաղաքական թիմ որքան գումար կարող է հատկացնել ընտրությունների համար։ 800 միլիոն դրամ։ Դա յուրաքանչյուրի համար։ Այո։ Շատ լավ։ Քաղաքական ուժերը մինչև երբ կարող են հայտ ներկայացնել եւ երբ է բացվում այդ գործընթացը եւ մեկ հարցել անընդհատ խոսակցություններ կան, որ տարբերություն է լինելու 2021-ի ընտրությունների հետ կախված դաշինքով կամ առանձին կուսակցությամբ դիմելու հետ կապված։ Առաջադրման փուլը սկսվելու է ապրիլի 13-ից եւ շարունակել մինչեւ ապրիլի 23։ Գրանցման փուլը 23-ից մայիսի 3-ն է։ Այսինքն մայիսի 3-ին արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես, այսպես ասենք, պիտի ավարտի կուսակցությունների գրանցման գործընթացը։ Եվ մայիսի 8-ին սկսվելու արդեն պաշտոնական քարոզարշավի փուլը։ Տարբերությունը 21 թվականի համեմատ։ 21 թվականին անցողիկ շեմը 5% էր կուսակցությունների համար, իսկ դաշինքների համար 7%։ Այս ընտրություններում այլևս կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների համար 2 կարգավիճակ գոյություն ունի, մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքների դեպքում 8% անցողիկ շեմը, իսկ 3-ից ավել կուսակցություններից բաղկացած դաշինքների պարագայում 10% անցողիկ շեմը, եւ գրավի չափերն է փոխվել, 21 թվականին գրավը բոլոր կուսակցություն թե դաշինք բոլորի համար 10 միլիոն դրամ էր,
այս ընտրություններում կուսակցությունների պարագայում կլինի 7.5 միլիոն դրամ, իսկ դաշինքների պարագայում 15 միլիոն դրամ։ Ինչով է պայմանավորված այս փոփոխությունները։ Գաղափարը տարբեր, այսպես ասենք, նման տարբերակումը դաշինքների եւ կուսակցությունների, որպիսի պետական քաղաքականությունը գնա այն ուղղությամբ, որ կուսակցությունները խոշորանան։ Այսինքն նպատակը, որպիսի նույն գաղափարները կիսող քաղաքական գործիչները, անհատների խմբերը ոչ թե տարբեր կուսակցություններով, ընդամենը մի քանի օրվա դաշինք ձևավորեն, այլ միավորվեն մեկ կուսակցության մեջ։ Այսինքն, եթե որպեսի պետությունը, տվյալ պետությունը ունենա ժողովրդավարական զարգացած համակարգ, առանց մեծ խոշոր կուսակցությունների դա անհնար է։ Ասենք գոնե քաղաքական դաշտում պիտի լինեն, չգիտեմ, օրինակ Հայաստանի պարագայում գոնե 3-ից 4 կայացած խոշոր կուսակցություններ։ Մեր նախորդի պատմությունը ցույց է տվել, որ միշտ ընտրությունների այց առաջ ձևավորվում էին դաշինքներ, որոնք ընտրություններից հետո նորից, այսպես ենք, լուծարվում են, այսինքն ու ստացվում էր, որ անդադ քաղաքական դաշտում, այսպես ասենք, խոշորացում, միավորումներ այդպես առանձնապես տեղի չէին ունենում։ Մեծ հաշվով, եթե նայենք մեր քաղաքական, այսպես համայնապատկերը, 126 կուսակցություն ունեն գրանցված։ Եթե չեմ սխալվում, դա վերջի թիվն է, կարող է կորցրել կանխարգելման հանձնաժողովից ճշտել, բայց եթե չեմ սխալվում, 126 կուսակցություն ունենք գրանցված։ Շատ լավ։ Արդյոք գաղափարները այդքան բազմազան են։ Բոլորս հասկանում ենք, չէ՞, որ գաղափարները այդքան բազմազան, այսինքն այդ 126-ից հաստատ, չգիտեմ, կարելի է ասենք 10-10-ով գոնե խմբավորել նույն գաղափարները կիսող քաղաքական ուժերին։ Եթե ու այս 10-ը, ամեն 10-ը պատկերացեք, եթե ամեն 10-ից հանրությանը լավագույն դեպքում մեկին առաջնորդին է ճանաչում կամ եւս մեկի։ Եվ այս դեպքում այդ 10-ը եթե միավորեն մեկ քաղաքական ուժի ներքո կստացվի, որ իրենք ունեն առաջնորդների թիմ, որին ճանաչում են, որի ասենք 20 հոգուն հանրությունը, այսինքն առաջնորդների 20 հոգանոց թիմին հանրությունը օրինակ ճանաչում է, որ այստեղ ամենաբարդ խնդիրը միշտ որ մեր քաղաքական կյանքում կա, այդ ով պիտի լինի առաջինը։ Շատ լավ։ Պարոն Ավագիմյան, մեր խոսակցությունը շարունակենք բուն ընտրական գործընթացի շուրջ, քանի ընտրատեղամաս է ձևավորվելու մեր երկրում եւ արդյոք բոլոր ընտրատեղամասերն են արդեն կահավորված, վերազինված եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Բնականաբար տեղամասերը կահավորված չեն, վերազինման փուլում են, այսինքն այն սարքավորումն է, որը որ տեղամասերում կտեղադրվի, մենք այդ, այսպես ասենք, վերջնական վերազինման փուլում են գտնվում։ Տեղամասերը, տեսեք, նախորդ ընտրություններին մենք ունեցել ենք 1996 տեղամաս, այսինքն բնակավայրում, դա բնակելի եւ 12 տեղամաս քրեակատարողական հիմնարկներում։ Ազգային ժողովի ընտրությունը դրանում են տարվում, որ քրեակատարողական հիմնարկներում եւս տեղամասեր են ձևավորվում։ Այս գալիք ընտրություններում ենթադրում եմ, որ տեղամասերի թիվը այս սահմաններում կլինի, ասենք 1-2, լավագույն դեպքում թող ասենք մի 4 տեղամասով ավելանա, որովհետև տեղամասերի թիվը բացի մեծ քաղաքներից, այսպես ասենք, ըստ էության բնակչության աճի թիվը չի հանգեցնում տեղամասերի թվի աճի, որովհետև մեկ տեղամասում կարող է լինել մինչև 2200 ընտրող։ Հասկացանք, չէ՞, այսինքն Երևան նման օրինակ Երևան, Գյումրի, Վանաձոր մեծ համայնքներում, այո, կարող է, ասենք, բնակչության աճը հանգեցնել, ասենք, նոր տեղամասի ձևավորմանը, որ տեղամասի թիվը ավելանա։ Իսկ մնացած բնակավայրերում հիմնական բնակչության աճով պայմանավորված անգամ տեղամասերի թվի ավելացում տեղի չի ունենում, որովհետև միշտ կան փոքր տեղամասեր, որոնք որ եթե ասենք նույնիսկ մի տեղամասում օրինակ ընտրողների թիվը գալիս է թույլատրելի սահմանաչափին է մոտենում, այդտեղից ուղղակի տեղաշարժ է, ասենք, ընտրող դեպի հարևանությամբ, ասենք, քիչ ընտրող ունեցող տեղամասը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջերս հայտարարեց, որ ճշգրտվել են ընտրողների ցուցակները, ես մեջբերեմ 2.489.031 քաղաքացի կարող է մասնակցել այս ընտրություններին, ցուցակը ինչպես է կազմվել եւ
Արդյոք այս ընտրություններին, այսպես ասած, հանգուցյալները նորից չեն քվեարկել։ Տեսեք, հանգուցյալները երբեք ես կարող եմ ասել, որ առնվազն 18 թվականից սկսած երբևէ որևէ մեկը չկարող մատնացույց անել, թե հանգուցյալ է քվեարկել, ճակերտավոր, կամ օրինակ բացակայող ընտրողի փոխարեն որևէ մեկը քվեարկել է։ Նույնիսկ այս համակարգը, որ ներդրվեց 17 թվականի խորհրդարանական ընտրությունից, ըստ էության այդ խնդիրը վերջնականապես լուծել է։ Այն կարգավորումները, որոնք որ 17 թվականից գործում են, ուրիշի փոխարեն քվեարկության, օրինակ բացակայողի կամ չգիտեմ, այդ ասենք հանգուցյալի բացառում է։ Եվ իսկ ամենակարևոր բանը, որը որ 22 թվականից է ուժի մեջ մտել, դա այսպես ասենք օրենսդրական այն կարգավորումն է, որ ուժի մեջ գտնվող եթե անձը չունի ուժի մեջ անձը հաստատող փաստաթուղթ, ապա նա ընտրողների ցուցակում չի գրկվում։ Այսինքն, որպեսզի բնակչության պետական ռեգիստրում մեր բոլոր քաղաքացիները բնակչության պետական ռեգիստրում են, այսինքն իրենք այնտեղ կան, բայց որպեսզի բնակչության պետական ռեգիստրից անձը տեղափոխվի ընտրական ցուցակ, չէ, ընտրողների ցուցակ, ինքը պիտի պարտադիր ազգային ժողովի դեպքում ոչ միայն ՀՀ քաղաքացի լինի, այլ նաև ունենա ուժի մեջ անձը հաստատող փաստաթուղթ։ Վերջին փոփոխություններից էր նաև, պարոն Հովհաննիսյան, մեր ժամանակը սուղ է, ընտրողները կարող են ժամանակավորապես փոխել իրենց հաշվառման հասցեները։ Սա ինչ նպատակով է։ 17 թվականից այս փոփոխությունը կա։ Այսինքն, եթե մարդը բնակվում է Երևանում, բայց հաշվառված է օրինակ Վանաձորում, ինքը կարող է գնալ նույնիսկ էլեկտրոնային e-request-ով անձնագրային դիմում ներկայացնել եւ տեղափոխվել այն տեղամասի ցուցակը, որտեղ ինքը բնակվում է։ Այսինքն սա 17 թվականից կար ուղղակի տարբերությունը 17-ի եւ 24-ի օրինակ փոփոխությունները, որ արվեցին, 17 թվականի փոփոխություններում համայնք եզրույթներ միայն օգտագործվում, իսկ 24 թվականից, քանի որ համայնքներ օրինակ մենք ունենք խոշորացված համայնքներ, որոնք իրենց մեջ, չգիտեմ, 20-30 բնակավայր են։ Այնտեղ ձևակերպումը փոխվեց, որ բնակավայրից բնակավայր տեղափոխվել։ Այսինքն ինչի համար, որովհետև կարող է նույն համայնքի մեջ, բայց իրարից, չգիտեմ, 30-40 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում մի բնակավայրում հաշվառված լինի, բայց 40 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում բնակվելուց լինի։ Այսինքն այս հնարավորությունը ստեղծվում։ Պարոն Հովհաննիսյան, հարցերը իրապես շատ են, բայց ժամանակը սուղ է եւ վերջին հարցը։ Որն է այն կարմիր գիծը, որի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է չընդունել քվեարկության արդյունքները։ Կարճ ձեր մեկնաբանությունը։ Ես, այսպես ասեմ, նման բան ուղղակի նման տարբերակի բացառումը ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնական պարտականությունն է, որովհետև եթե մեզանում մենք ունենանք այնպիսի իրավիճակ, որ քվեարկության արդյունքները լինեն անընդունելի, դա նշանակում է տոտալ կեղծում, տոտալ վերահսկողությունից դուրս քվեարկության գործընթաց եւ ավելին այս դեպքում նաեւ կնշանակի ամբողջ պետական համակարգի, որտեղ այնտեղ ամբողջ իրավապահ, դատական համակարգի ձախողում։ Սա որքան էլ որ ասում ենք ընտրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կազմակերպում, բայց ընտրությունը դա մի գործընթաց, որ ամբողջ պետական համակարգը դրանում ներգրավված է, որովհետև նույն ընտրական հանցագործությունների կանխարգելումը, բացահայտումը դա իրավապահ համակարգի ուղղակի անմիջական պարտական, որ իրենք պարտավորին իրականացնել։ Ես այսպես կասեմ, նման տարբերակ ընտրական օրենսգրքով իհարկե սահմանված է, բայց ես որպես նախագահ նման տարբերակ ես բացառում, որովհետև դա կլինի, որ նման հնարավորությունը այսպես դիտարկելը դա կլինի նաև դիտարկել, ասենք, մեր կառույցի այսպես լիակատար ձախողում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ Արմենիայի տաղավարում մենք հյուրընկալել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհաննիսյանին, կհանդիպենք վաղը, ցտեսություն։